Հալելույա։ Ուրեմն, սիրելիներս, Աստված մեզ շատ պարգևներ է տվել, շատ պարգևներ։ Մենք սիրում ենք, չէ՞, նվերներ ստանալ։ Երևի տենց մարդ չկա, որ սիրում է նվեր ստանալ։ Որը մանավանդ որ այդ նվերը այն բանն է, որը քեզ անհրաժեշտ է, դու շատ ուրախանում ես։ Շատ ես ուրախանում։ Ամեն։ Ու դուք գիտեք, որ մեր Աստված այդպիսի նվերներ պատրաստել է մեզ համար, որի կարիքը մենք ամեն մեկս ունենք։ Ու այդ նվերները գալիս են Գողգոթայից։ Ու այդ բազում նվերներից մեկը, այնտեղ նվեր կա մեղքերի թողություն, այնտեղից գալիս է նվերը մեր բժշկությունը, այնտեղ գալիս է նաև մեկ ուրիշ նվեր խաղաղությունը, այնտեղից գալիս է ուրախությունը։ Մի խոսքով Գողգոթյան խաչը բոլոր նվերների սկիզբն է։ Ամեն։ Ու ես ուզում եմ այսօր խոսել մի նվերի մասին, որը խաղաղությունն է։ Խաղաղությունը, որովհետև խաղաղությունը դա շատ կարևոր է մեր յուրաքանչյուրի համար։ Մենք բոլորս գիտենք, չէ՞, որ մենք փրկված ենք։ Գիտեք, չէ՞, բայց երբ մեր կյանքում բացակայում է խաղաղությունը, հանգիստը, մենք շատ ներվային ենք, գրգռված, մեզ դժբախտ ենք զգում ու մեղադրում ենք բոլոր աշխարհին։ Խաղաղությունը շատ կարևոր է։ Ամեն սիրելիներս, ու գիտեք, այնքան հետաքրքիր է, որ խաղաղությունը ինքը եբրայերեն բոլորդ գիտեք, շալոմ է նշանակում, շալոմ։ Եվ ինչ է նշանակում, ամբողջականություն, լիություն, եւ Իսրայելում շալոմը օգտագործվում է ինչպես ողջույն։ Երբ մարդիկ իրար տեսնում են, ասում են շալոմ, երբ մարդիկ իրարից բաժանվում են, ասում են շալոմ։ Մենք ասում ենք բարև եւ մենք ասում ենք հաջող կամ ցտեսություն։ Հաջող, երբ մենք բաժանվում ենք, հաջողություն ենք մաղթում մեկը մյուսին։ Շալոմը դա նույն բանն է, պատկերացնում եք, որ ինքը բերում է Աստծո ներկայությունը, ինքը այնքան կարևոր է, որ կարծես հրճակում է հաջողությունը, առողջությունը, հրճակում է դա անվտանգությունը եւ կարևորը խաղաղությունը։ Երբ մենք պարկում ենք քնելու, մենք հաճախակի ասում ենք բարի գիշեր, հանգիստ գիշեր, խաղաղ գիշեր, այո, քաղցր երազներ, որովհետեւ երբ մարդը գիշերը չի քնում, առավոտը ինքը իրան չգտնում։ Այո, շատ դժվար է ինքը կարողանում կենտրոնանալ։ Դրա համար սա շատ կարևոր է Աստծո խաղաղությունը։ Ու գիտեք, սիրելիներս, խաղաղությունը նաև դա վիճակ է, կարգավիճակ է։ Այսինքն դա այնպիսի մի կարգավիճակ է, որ դա ոչ թե ուղղակի պատերազմի բացակայությունն է, այլ դա նաև կատարելության, հանգստության, ներդաշնակության ներկայությունն է։ Շատ անգամ մենք կարող ենք մարդկանցից լսել, որ երբ ես գնում եմ եկեղեցի, ես այնպես եմ հանգստանում։ Կարող է երբ հարցնես, ինչի մասին է խոսքը, կոնկրետ չասեն, ինչի մասին է։ Կարևորը գիտեն, որ Հիսուս Քրիստոսի մասին էր խոսքը։ Բայց մի կարևոր բան, որ մարդիկ վերապրում են եկեղեցի գալով, դա հանգստությունն է, դա խաղաղությունն է։ Ամեն, ինչու մենք այդպես գնահատում ենք այդ խաղաղությունը ու հանգստությունը, որովհետև առանց դա կյանքը քաոսի է վերածվում։ Ամեն, խաղաղություն նաև հունարենից նշանակում է կարգ ու կանոն քաոսի մեջ։ Պատկերացնում եք, էլի նույնպես նշանակում է հանգստություն, անվտանգություն, մթնոլորտ, որտեղ բացակայում են կռիվները, բարձր ձայները, իրար չհասկանալը, դա խաղաղություն է։ Որտեղից է գալիս խաղաղությունը, իհարկե Աստծուց է գալիս։ Մենք դրա կարիքը շատ ունենք։ Գիտեք, այսօր ավելի քան երբևէ մենք կարող ենք տեսնել, որ խաղաղության բացակայության պատճառով մարդիկ հիվանդանում են։ Ինչն է պատճառը, որ մարդիկ այսօր ստրեսների մեջ են, դեպրեսիայի մեջ են, որ մարդիկ հոգեկան խանգարումներ են ստանում։ Դա խաղաղության բացակայությունն է։
Խաղաղությունը շատ մեծ գին ունի։ Ու այդ գնի համար մեր Տեր Հիսուսը վճարեց, սիրելիներս։ Գիտեք, ես լսել եմ այսպիսի դեպք, որ մեկը այնպիսի ստրեսի մեջ էր, այնպիսի դեպրեսիայի մեջ էր, որ այդ հանգստացնող դեղորայքները, որ բժիշկը նշանակել է խմում էր, ոչ մի ձևով դա չէր օգնում։ Գլուխը շարունակում էր ցավալ, նյարդերը լարված էին, եւ ինքը անդադ մենակ մի բանի մասին էր մտածում, ինչպես ինքը իր կյանքի վերջը տա, ինքը հոժարությամբ, որ ինքը այդ տանջանքից ազատ լինի։ Ու վերջը այդ անձնավորությունը հանդիպել է մի քրիստոնյա կնոջը, որը Հիսուսի օգնությամբ ծառայել է իրեն, ու այդ քույրիկը պատմում է ու ասում է, որ հենց առաջի հանդիպումից հետո այդ կինը հանգիստ գիշերը քնեց։ Խաղաղությունը անհրաժեշտություն է մեզ համար։ Խաղաղությունը անհրաժեշտ է մեր մտքի համար, մեր սրտի համար, մեր հարաբերությունների համար, մեր տների համար։ Այն տունը, որտեղ խաղաղությունը դա դրախտ է։ Դա դրախտ է, որովհետև մարդիկ այնտեղ հանգիստ են, ոչ թե դինջ են, այլ հանգիստ են։ Որտև այս աշխարհը ահավոր է, ու խոսքը այդպես ասում, որ այս աշխարհը լցված է չարությամբ։ Դուք տեսնում եք ինչքան կռիվներ, ինչքան չարություններ, ինչքան նախանձներ, ինչքան մարտահրավերներ, անհանգստություններ, փոթորիկներ լցված է այս աշխարհում։ Ու մարդը փնտրում է մի տեղ, որտեղ ինքը գա ու ինքը խաղաղ լինի։ Գիտես, խաղաղությունը այն վայրն է, որտեղ դու ինքդ քեզ հետ կարող ես լինել։ Որովհետև երբ դու գտնվում ես մի տեղում, որտեղ մարդիկ բարձր խոսում են, մեկը մյուսին չի լսում եւ այլն, այդպիսի քաոսային վիճակ է, դու էլ կարող ես քեզ կորցնել, բայց խաղաղության մեջ դու ինքդ քեզ գտնում ես։ Դու ինքդ քեզ ճանաչում ես, եւ այդ խաղաղությունը գալիս է մեր Տեր Հիսուսից։ Ամեն, ասեմ ձեզ սիրելիներս, Հիսուսը մեզ համար գնել է այդ խաղաղությունը։ Երբ Աստված ստեղծեց աշխարհը հիասքանչ ձևով, Ադամն ու Եվան դրախտում շատ երջանիկ էին, բայց մեղքի պատճառով պատկերացնում եք գնաց այդ խաղաղությունը։ Ու Աստծո խոսքը այդպես ասում, որ Աստված այնքան մեզ սիրեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով նա մեզ հաշտեցրեց իր հետ։ Հաշտեցրեց։ Ինչ է դա նշանակում։ Ներեց մեր մեղքերը։ Ինչն է մեզանից գողանում հանգստությունը, խաղաղությունը, դա մեղքը, դատապարտությունը, մեղավոր զգալը, բայց երբ դու գիտես, որ դու ճիշտ ես Աստծո առաջ, դու քեզ ընկալում ես Աստծո աչքերով, այն ժամանակ դու այնպես խաղաղ ես, անկախ նրանից մարդիկ ոնց են քեզ վերաբերվում։ Որովհետև մենք չենք կարող բոլոր մարդկանց դուր գալ, մարդիկ տարբեր են։ Երբեմն մարդիկ գրգռվում են ու ստրեսի մեջ են ընկնում, որ ինչ-որ մի բարեկամ կամ մի ընկեր իրան չի հասկացել կամ չգիտեմ ինչ-որ բան ասել։ Գիտեք, Աստված ուզում է, որ իր խաղաղությունը թագավորի մեր յուրաքանչյուրի սրտում եւ մեր յուրաքանչյուրի մտքում։ Ամեն։ Ու մենք շատ անգամ, ես գիտեմ, ես էլ եմ այդպես արել, մենք խնդրում ենք Տեր խաղաղություն տուր ինձ, Տեր իմ Աստված խաղաղություն տուր ինձ։ Այս վիճակը ինձանից գողանում է խաղաղությունը, օգնիր ինձ։ Գիտեք, մենք սխալ աղոթք ենք անում, ինչու՞, որովհետև Աստված մեզ խաղաղություն արդեն տվել է։ Դուք հավատում եք, համաձայն եք, որ Աստված իր Սուրբ Հոգով ապրում է մեր յուրաքանչյուրի մեջ։ Համաձայն եք։ Սա Աստծո խոսքի համաձայն է, չէ՞։ Սա ճշմարտություն է, չէ՞, որ Աստված իր Սուրբ Հոգով բնակվում է քո ներսում։ Դա ինչ է նշանակում քո համար, որ այնինչ որ ունի Աստված, ունես դու Հիսուս Քրիստոսում։ Դրա համար մեզ պետք չէ խնդրել Տեր իմ Աստված խաղաղություն տուր ինձ, կարող եմ մենք լարված ժամերով էլ աղոթենք տուր խաղաղություն, բայց այդ խաղաղությունը չկա։ Գիտեք ինչ, որտեղ հայտնություն չկա, որ խաղաղությունը արդեն մենք ունենք։ Ու այսօր ես ուզում եմ խոսել դրա մասին, որ մենք լավ իմանանք, որ մենք ունենք այդ խաղաղությունը եւ ինչ անենք, որ կարողանանք այդ խաղաղության մեջ շարունակել մնալ, խաղաղության մեջ ապրել, խաղաղությունով պարկել, խաղաղությունով արթնանալ, խաղաղությունով քայլել։ Ու երբ դու ինքդ քեզ հետ ես մենակ, որ դու խաղաղ լինես, որ դու իմանաս ով ես դու Քրիստոսում։
որ դու կարողանաս սխալ մտքերին հակառակվել եւ ճշմարտության մեջ ապրել, որտեղ մենք գիտենք Հիսուս ասել է, երբ դու ճշմարտությունը ճանաչես, այդ ճշմարտությունը քեզ ազատ է անում։ Ամեն մենք դրա կարիքը շատ ունենք։ Եկեք մենք նայենք Աստծո խոսքից, նայենք առաջինը Եսայա մարգարեությունից 9-րդ գլուխը 6-րդ համարը։ Եսայա մարգարեությունից 9:6-ը։ Այսպես է գրված այստեղ. որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, խաղաղության իշխան, խաղաղության իշխան։ Այսօր մեզանից ամեն մեկը պետք է իմանա խաղաղության իշխանի հասցեն։ Նա բնակվում է քո ներսում։ Ու այստեղ հարց է, ինչքանով ենք մենք դա հասկանում եւ ինչքանով մենք կարողանում ենք դրա մեջ լինել։ Այսօր սա ավելի կարևոր է։ Ինչու՞, որովհետեւ աշխարհում ավելանում են տագնապները։ Վախը, Աստծո խոսքի մեջ գրված է, որ այնպիսի իրավիճակներ են լինելու աշխարհի մեջ, որ մարդիկ աղաղակելու են ու խնդրելու են, որ սարերը ընկնեն իրանց վրա, որ իրանք շուտ մեռնեն ու տանջանքներից ազատվեն, բայց չի լինելու։ Դրա համար այսօր մենք ինչպես Աստծո ժողովուրդ, մենք պետք է իմանանք, ինչ պարգև է Աստված մեզ տվել։ Դա երկնային տեսակի խաղաղություն է։ Դա ոչ թե այն խաղաղություն է, որ մարդը կարող է ինչ-որ մի ոգելից խմիչք այսպես օգտագործի, խմի ու մի պահ անջատվի կամ այսպես թմրադեղ։ Ինչու՞ն այսօր թե խմիչքը, այդ ոգելիչ խմիչքները, թե թմրադեղերը շատացել այս աշխարհի մեջ։ Մարդիկ փնտրում են խաղաղություն, հասցեն չգիտեն։ Խաղաղությունը Հիսուս Քրիստոսն է։ Ով որ ճանաչում է եւ նրա մեջ կենում է, նա ապրում է, լցված է այդ խաղաղությունով։ Ամեն։ Հիմա սիրելիներս, եկեք մենք մեկ ուրիշ տեղ նայենք, ուրեմն էլի Եսայա մարգարեության 54-րդ գլխի 17 համարն է։ 54-ի 17-ը։ Գրված է. բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, եւ ամեն լեզու, որ վեր կենա քեզ դեմ դատապարտի, պիտի քեզ դեմ դատաստանի պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը եւ նրանց արդարությունը ինձանից է, ասում է Տերը։ Դուք պատկերացնում եք, ինչ ժառանգությունը Աստված մեզ տվել, որ ինքը մեզ պաշտպանում է։ Ամեն մի բան, որ մեր դեմ դուրս է գալիս, Աստված ասում է նրա պատճառով, որ դու իմն ես, որ դու արդեն իմ արդարությունն ես այս աշխարհում, ոչ մի գործիք չպիտի քեզ հասնի, հաջողություն չի ունենա։ Ամեն։ Հռոմեացիս 14:17-ում գիտեք, գրված է, որ երկնային արքայությունը, Աստծո արքայությունը, դա խմելիք եւ ուտելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն է, Սուրբ Հոգով։ Ու տեսեք, արդարությունը, ինչ է արդարությունը։ Արդարությունը դա այն է, որ դու գիտես, դու Աստծո առաջ ճիշտ ես։ Ու քո միտքդ հաստատված է Աստծո այդ ճշտի մեջ։ Այո, դու կարող ես երբեմն սխալվել, բայց դու գիտես, որ քո մեղքերը ներված են, դու Աստծո առաջ միշտ գալիս ես, ինչպես, ոչ թե ինչպես մի մեղավոր, հանցագործ, այլ դու գալիս ես, ինչպես արդարացված Աստծո սիրած որդի։ Երբ մենք ճիշտ մտածում ենք մեր մասին, գալիս է խաղաղությունը, որտեղ խոսք ասում է արդարություն ու խաղաղություն։ Երբ է գնում խաղաղությունը քեզանից, երբ սխալ բաներ ես մտածում քո մասին, կամ սխալ բաներ ես թույլ տալիս քո կյանքում, գնում է խաղաղությունը, սատանան գողանում է, որովհետև սատանայի անունը գող է։ Նա ամեն մի իրավիճակ օգտագործում է, որպեսզի խաղաղությունը գողանա։ Որտև երբ մարդը կորցնում է խաղաղությունը, ինքը կորցնում է իր ներքին հանգիստը։ Ինքը կորսված վիճակի մեջ է,
թանկագիններս, բայց Աստված մեզ կորուստից արդեն ազատել է։ Նա մեզ տվել է փրկություն, ու այդ փրկության պարգևներից մեկը դա խաղաղությունն է, հանգիստը, ներդաշնակությունը Աստծո հետ։ Երբ դու Աստծո առաջ ճիշտ ես, Աստված քեզ ճիշտ դիրք է տվել, մնում է որ դու էլ քեզ ճիշտ ձևով դրսևորես Աստծո առաջ։ Երբ դու ճիշտ ես Աստծո առաջ, այս ժամանակ այնպեսի մի խաղաղություն է գալիս։ Աշխարհում եթե ինչ որ ահավոր բաներ լինի, դու հանգիստ ես։ Երբեմն քրիստոնյաների մասին ասում են իրանք ոնց որ ներվերը հանած լինեն։ Մենք ոչ թե ներվերը հանած ենք, մենք ուղղակի աշխատում ենք ստին չտրվել, ամեն վախին չտրվել, որ մենք պահենք այդ խաղաղությունը, սիրելիներս։ Սա իրականում շատ կարևոր է։ Հիմա Աստված մեզ արդեն տվել է իր խաղաղությունը, արդեն։ Եկեք մի տեղ էլ նայենք Հովհաննեսի ավետարանում 14-ի, Հովհաննես ավետարանի 14-րդ գլխից 27 համարը։ Սա նվեր է, սա Աստծո նվերն է։ Ու երբ մենք դրա մասին խոսում ենք, մենք պետք է իրականում հասկանանք դա, ինչ է Աստված ինձ տվել։ Հասկանում եք։ Երբ մենք չգիտենք ինչ է մեզ տրվել, ու մեզ պահում ենք այնպես, կարծես այդ բանը չունենք, այն ժամանակ մենք շատ դժբախտ ենք։ Կարող է մեկին ինչ որ տատիկը կտակ է թողել, բայց ինքը դրա մասին չգիտի ու չի էլ կարող օգտվել դրանից, հասկանալի է։ Հիմա տեսենք ինչ ասում էր Տեր Հիսուսը, ասում է խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղություն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Այսինքն Աստված մեզ այնպիսի մի նվեր է տվել, պարգև խաղաղությունը, որ պահում է քո սիրտը վախից, պահում է քո սիրտը խռովությունից։ Ինչքան շատ անգամ մենք ընկնում ենք հենց վախի ու խռովության մեջ, անհաշտության մեջ, կարող է ինքդ քեզ հետ ես անհաշտ լինում, ուրիշի հետ չեմ ասում, ինքդ քեզ չես կարողանում ներել, ինքդ քեզ ինչ որ բաները դուր չի գալիս։ Աստված ասում է, որպեսզի դու չխռովես, որպեսզի դու չվախենաս, ուղղակի ճանաչի ինչ է քեզ տրված, խաղաղությունը։ Այդ խաղաղությունը վերացական չի, որ դու ասես որտեղ է, որ խանութում է վաճառում, գնամ մի հատ առնեմ։ Չկա այդպիսի բան, որտեղ այդ խաղաղությունը ուրիշ տեղից է գալիս, երկնքից է գալիս, Աստծուց է գալիս, ամեն։ Մի հատ հիշիր, քո այն վերապրումը, երբ դու քո սիրտը բացեցիր Հիսուսի համար, ինչ խաղաղություն եկավ քո սրտիդ մեջ, առաջին նշանը դա խաղաղությունն էր, որտեղ Աստծո ներկայությունը եկավ քո սրտիդ մեջ, ամեն։ Ու Աստված ուզում է, որ այդ ներկայությունը մենք մեր ներսում զարգացնենք, թույլ տանք, որ շատանա, որ զարգանա։ Ու ասեմ ձեզ, որ խաղաղությունը դա Սուրբ Հոգու ներկայությունն է։ Սուրբ Հոգու պտուղն է։ Ու դուք գիտեք, որ պտուղը դա նա մի օրվա մեջ չի աճում ու ձևավորվում։ Ժամանակ է պետք։ Կարևորը պետք է իմանալ, ինչն է խաղաղությունը, ով է խաղաղությունը, որ ես դրա կարիքը շատ ունեմ։ Եվ որ մենք կարողանանք մի հատ այսպես վերլուծել ու քննել, ինչ է կատարվում, երբ ես անխաղաղ եմ, ո՞րն է պատճառը։ Գիտեք, Սուրբ Հոգին ինձ մի անգամ պարզ ասեց, դու մի հատ ոչ թե անհանգստացիր, կարող է դու շատ գործ ունես անելու, շատ բաներու պիտի հասցնես անել։ Ու երբ մենակ դու մտածում ես ինչքան բան դու պիտի օրվա մեջ անես, արդեն կարծես լարվածություն է գալիս։ Ես կհասցնեմ, չեմ հասնի, ինձ մոտ կստացվի, չի ստացվի։ Ու գիտեք, ու Տիրոջ Հոգին մի անգամ ինձ պարզ ասեց, մի անհանգստացիր, մի լարվիր, հանգիստ եղիր։ Որտև հանգիստ վիճակով ավելի շատ բան կարող ես հասցնել անել, որտև երբ դու լարված ես ու ասում ես ես էլ անեմ, շատ քիչ բան ես հասնում անել, բայց երբ դու վստահում ես Տիրոջ ու ասում ես Տեր, ես որոշում եմ
լարվել, չանհանգստանալ, ու դու այնպես ես հասցնում բոլորը, ու ամենակարևորը շատ հանգիստ, շատ խաղաղ եւ ուրախ տրամադրությունով եւ ուրախությունով։ Ամեն։ Սա ինչի մասին է խոսում, որ մենք պետք չէ մտածենք ես պիտի անեմ, ես պիտի հասցնեմ։ Մենք ունենք Տեր, ու հետաքրքիր է, որ Աստված ուզում է մասնակցել քո կյանքի ամեն մի բնագավառում, ամեն, քո կենցաղային ամեն մի հարցերում, քո ուսման հարցում, քո հարաբերությունների հարցում։ Աստուն դուր է գալիս, որ դու հրավիրում ես իրան քո կյանքի մեջ ու ասում ես Տեր, ես ուզում եմ քեզ հետ միասին այս բանը անել։ Ամեն։ Եկեք մենք շատ այսպես սուպեր հոգևոր չլինենք, որ ասենք պատուհանները լվանալու համար ինչ խնդրեմ Աստծուն, ես պիտի անեմ։ Բայց կարող է մի պատուհան լվանում ես, հետո մեջքը ցավում է։ Բայց երբ դու ասում ես Տեր Հիսուս, օգնիր ինձ, դու այնպես ես ամեն ինչ անում, կարծես ոչ մի բան այդ օրը չես արել, որտեղ Աստծո ներկայությունը քո մեջ է, կենում այդ պահին, ամեն։ Ու գիտեք ինչ, մեր միտքը դա այն դուռն է, որը ավելի ճիշտ այն բանալին է, որը պահում է խաղաղությունը կամ թույլ է տալիս, որ այդ խաղաղությունը մեզանից գնա։ Երբ դու գիտես դու ով ես Քրիստոսում, այն ժամանակ այդ խաղաղությունը քեզ հետ է։ Ամեն, որովհետև դու ապավինում ես Աստծո խոստումների վրա։ Կարող է քեզ ինչ-որ երկար ճանապարհ պետք է գնալ, կամ ինչ-որ գործ պետք է անել, ու դու մտածում ես, տեսնես կստացվի, չի ստացվի, տեսնես ոնց կլինի, ես չգիտեմ ինչպես կլինի, բայց Աստված ասել է, չէ, որ ամեն ինչը հանձնիր ինձ, հանձնիր ինձ, ամեն, եկեք այդ տեղն էլ մենք կարդանք, Փիլիպպեցիս 4-րդ գլուխը, Փիլիպպեցիս 4-րդ գլուխն է ու 6-րդ համարից կարդանք, տեսեք ինչ է ասում է, ոչինչ հոգս մի անեք, այսինքն ինքները ձեզ մի տանջեք, մի լարեք ինքները ձեզ, հիշեք, որ դուք Աստված ունեք, որ երկնքում է, ամեն, ու ինչ որ անում եք Աստծո հետ արեք, ու ասում է, և ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն, ուզում եմ ամեն մեկին ասել, եթե ինչ որ դու հարց ունես, որը այսպես դու չգիտես ոնց անես, դա մեծ հարցը անես, թե չանես, մտնես այդ գործի մեջ, թե չմտնես, գնաս ինչ որտեղ, թե չգնաս, հասկանում եք, Աստված ինչ է ասում, գրվածը առաջի համարը աղոթքով, ոչ թե տանջվիր, ոչ թե գիշերը մի քնի, այլ սկսի աղոթել, հաջորդը ասում է աղաչանքով, աղաչանքը դա ավելի ուժեղ մեծ զորություն է պահանջում քեզանից, որ դու այնքան աղոթես, մինչև այդ պատասխանը գա, ու ասում է գոհությունով, մեր աղոթքները պետք է լցված լինի գոհությունով, մեզ պետք չէ, սիրելիներս, Աստծուն պատմել մեր պրոբլեմների մասին, Տեր իմ Աստված, դե դու գիտես, ինչքան ինձ դժվար է, դու գիտես, ես ոչ մեկին օգնող չունեմ, դու գիտես, ես բավականաչափ ֆինանս չունեմ, Տեր իմ Աստված, ես արդեն հոգնել եմ, Տեր իմ, պետք չի Աստծուն այդ բոլոր բաները պատմել, ինքը գիտի դա։ Գրվածը գոհությունով մոտեցիր ասե Տեր, ես հոգնած եմ, ես մի քիչ շփոթված եմ, ես նեղված եմ, ես վիրավորված եմ Տեր, բայց ես եկել եմ քո մոտ, որտև դու ես իմ խաղաղությունը, ես եկել եմ քո մոտ, որտև դու ունես պատասխան իմ բոլոր հարցերին, Տեր, ես հիմա ես իմ իրավիճակը բերում եմ քեզ, ես քեզ թույլ եմ տալիս, որ դու խառնվես այս իրավիճակի մեջ, ու ես խնդրում եմ օգնիր ինձ, ես հաստատ գիտեմ, որ դու կարող ես, ու ես քո օգնության կարիք ունեմ, գիտեք դա արդեն ուրիշ մակարդակի զրույց է, ամեն, Աստված ուզում է, որ դու քեզ խեղճ չտեսնես, դու Աստծո որդին ես, դու Աստծո որդին ես, դու Աստծո սիրված որդին ես, մի հատ հիշեք Հովհաննեսի 1:12-ը, դրանից վերև ասում է, Հիսուսը եկավ իրենների մոտ ու իրենները իրան չընդունեցին, բայց նրանք ովքեր ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, Աստծո որդիներ,
Սիրելիներս, մեզ իրականում ամեն բանի համար հայտնություն է պետք։ Այսինքն հասկացողություն է պետք։ Ինչ է նշանակում, որ ես Աստծո որդի եմ։ Եթե դու Աստծո որդի ես, նշանակում է, որ դու կրում ես Աստծո էությունը, որ դու նրա ժառանգորդն ես, որ ինչ որ ունի հայրդ, ունի որդին, որ քեզ պետք չի խեղճ լինել։ Ամեն։ Փոքրիկները բակում, որ իրար հետ մանավանդ տղաները, որ վիճում են, բան են անում։ Տղաներից մեկը հաստատ կասի, ես իմ պապային ասեմ, քո հարցերը կլուծի։ Սիրելիներս, եկեք հիշենք, մենք պապա ունենք երկնքում։ Մենք հայր ունենք, որը բոլոր հարցերը կարող է լուծել։ Ամեն։ Հետաքրքիր է։ Ես պարզ Աստծո խոսքը այնքան պարզ է։ Այնքան պարզ է Աստծո խոսքը, բայց հարց է, ինչու մենք հաճախակի լինում ենք նյարդացած, լինում ենք լարված, անհանգիստ, այսպես, անքուն, դժգոհ, այդ բոլոր բաները խոչընդոտում են խաղաղության ներկայությանը մեր կյանքում, ամեն, մենք պետք է սովորենք, ինչպես պահել Աստծո խաղաղությունը մեր ներսում, մեր կյանքում, եթե դու չվերցնես պատասխանատվությունը դրա համար, դու մի մտածի, որ մեկ ուրիշը կօգնի քեզ։ Ես շատ անգամ հանդիպել եմ այսպիսի իրավիճակներ, որ մարդիկ շատ լարված, անհանգստացած, ինչ որ սենց իրավիճակը տենց է, գալիս են ասում են աղոթեք ինձ համար։ Դու աղոթում ես իր համար, ոչ մի օգուտ չկա։ Ինչու, որտեղ մարդը կենտրոնացած է իր բարդ իրավիճակի վրա։ Ժողովուրդ ջան, եկեք մենք սովորենք, որ մենք Աստված ունենք։ Այդ Աստծո հոգին այսօր քո մեջ բնակվում է։ Ինքը իր հոգին դրել է քո ներսում ու ասել է. Սուրբ հոգի ջան, միշտ իմ որդիներին կհիշացնես, որ իրանք իմ որդիներն են։ Հիշացրու իրանց։ Հիշացրու։ Դրա համար գրված է, որ Սուրբ հոգին մեր հոգու հետ միասին վկայում է, որ մենք ովքեր ենք Աստծո որդիներ։ Ամեն։ Դու որբ չես։ Դու անտեր չես։ Դու Տեր ունես, Տերերի Տեր։ Աստված դերի Աստված, խաղաղության իշխան։ Եկեք բացենք մեր միտքը այդ խաղաղության համար։ Շատ անգամ խաղաղությունը այսօր դեֆիցիտ է դարել։ Աշխարհի մեջ խաղաղություն չկա, որտեղ Եսային ասում է, որ խաղաղություն չունեն ամբարիշտները, ոնց որ փոթորկած այսպիսի ալիքներ են իրանք։ Մենք տեսնում ենք աշխարհի մեջ խաղաղություն չկա։ Խաղաղությունը Աստծո ժողովրդի մեջ է։ Գիտես դրա մասին։ Խաղաղությունը քո մեջ է։ Ամեն։ Ու եկեք մենք վերցնենք, պահենք ավելի ճիշտ այդ խաղաղությունը ու դրա մեջ մնանք, ու դրա մեջ գնանք։ Ինչու՞, որովհետև մեր շուրջը այնքան անհանգստացած մարդիկ են, այնքան ներվային մարդիկ, այնքան ստրեսներով, չգիտեմ, հոգեկան խանգարումներով, իրանք ինչի կարիք ունեն խաղաղության։ Ամեն։ Դու պիտի այդ խաղաղության մեջ հաստատված լինես, լցված լինես, որ երբ մեկի կողքը կանգնես, այդ մարդը զգա այդ խաղաղության ալիքները, այդ խաղաղության օծությունը։ Ամեն։ Դուք նկատել եք, որ երբ մարդիկ գալիս են մեր տները, իրանք անպայման նշում են սա. ինչ խաղաղություն է քո տանը։ Այո, որտև իմ տունը խաղաղության իշխանին է պատկանում։ Ամեն։ Հալելույա։ Հիմա ես պիտի շարունակեմ, որովհետև այս 7-րդ համարը բանալի խոսք է ասում, ուրեմն բերեք ձեր բոլոր խնդրվածքները Տիրոջը, եկեք մենք սովորենք Աստծո ժողովուրդ ջան, թանկագիններս, Աստծո սիրեցյալները, եկեք սովորենք մեր հոգսերի, մեր պրոբլեմների մասին, չպատմենք ինչ որ մեկին, որտեղ մարդը մնում է մարդ, ինքը Աստված չի։ Եկեք առաջինը սովորենք, վարժվենք, վազենք առաջինը Աստծո մոտ, որտեղ Աստված միշտ քեզ ավելի մոտիկ է, քան անգամ շտապօգնությունը։ Աստված քեզ ավելի մոտիկ է։ Ամեն։ Ու տեսեք, ետևանքը ինչ է ասում է եւ Աստծո խաղաղությունը,
որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերը ու մտքերը Հիսուս Քրիստոսում։ Աստծո խաղաղությունը մեր մարդկային մտքից վեր է։ Մեր մարդկային մտքից վեր է, բարձր է, որտև մեր այն Աստծո խաղաղությունը մարդկայինը չի։ Դրա համար Հիսուսը, որ ասում էր ես ձեզ խաղաղություն եմ տալիս, նշում է մարդկային խաղաղություն չեմ տալիս, աստվածայինն եմ տալիս, որ գալիս է ու չպիտի գնա, որ գալիս է ու պահում է ձեզ, ամեն։ Սիրելիներս, սա այնքան պարզ է Աստծո խոսքը, ամեն մի Աստծո խոսքը դա խորհուրդ է, դա խոստում է։ Եկեք մենք սովորենք խոստման վրա ամուր կանգնենք, ամուր բռնվենք, պահենք մեր սրտերի մեջ Աստծո խոստումները, որտեղ Աստծո խոստումները մեզ են պահում։ Երբ դու պահում ես Աստծո խոստումը, նա էլ քեզ է պահում։ Երբ դու Աստծո խոստումը չես պահում, բարձը այդ խոստումները կան, բայց չեն գործում քո կյանքում։ Հասկանալի է, որովհետև դու այդ խոստումը չես պահում քո սրտիդ մեջ։ Ինչ էլ որ լինի, ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ ասել է ամեն օր ձեզ հետ եմ, ոչ թե վերացական, ամեն օր, այսօր, մայիսի 10-ին, Աստված քեզ հետ է, այն ամենով ինչ որ ինքը ունի, և այն զորությունով, որ ինքը ունի, այն դիմաստությունով, որ ինքը ունի, և այն խաղությունով, որ ինքը ունի, մտածիր դրա մասին, թույլ մի տուր աշխարհի ունայնությունը մտնի քո կյանքի մեջ, թույլ մի տուր։ Գիտեք ունայնությունը ինչ բան է, որ ինչ որ բաներ ուզում ես անել, ուզում ես, բայց չես կարողանում անել, ու ժամանակդ գնում է։ Եկեք մենք կենտրոնանանք կարևոր բաների վրա, առաջնային բաների վրա, ու երբ դու Տիրոջ մեջ գտնում ես քո խաղաղությունը, ինքը քեզ անպայման կսկսի խոսել ու ցույց տալ, ոնց դու գնաս, որտև խաղաղությունը դու խաղաղության մեջ ես լսում Աստծո ձայնը, փոթորկի մեջ չես լսում, քաոսի մեջ չես լսում, աղմուկի մեջ չես լսում։ Ամեն։ Այսօր այն օրն է, որ մենք պետք է ճանաչենք Եհովա Շալոմին, խաղաղության արքային, խաղաղության թագավորին, ճանաչենք։ Դու գիտեք, որ Աստված տարբեր անուններ ունի։ Անուններից մեկը Եհովա Շալոմ է։ Շալոմ, ինչու տարբեր անուններ ունի, որ մեզ մարդկանց օգնի ճանաչել Աստծո բնությունը։ Անունը չի այդպես մենակ Աստված, այլ Աստված խաղաղություն, Աստված բժշկություն, Աստված քո հաղթանակը, Աստված քո արդարությունը, Աստված քո սրբությունը, Աստված քո հովիվը, ամեն։ Ու երբ դու ճանաչում ես Աստծուն իր անուններով, այդ ժամանակ այդպիսի ներկայությունը գալիս է քո կյանքի մեջ։ Եկեք ճանաչենք մեր խաղաղության Աստծուն, Եհովա Շալոմին, ճանաչենք իրան ու վերապրենք իրան, ամեն, վերապրենք։ Երբ դու վերապրում ես Աստծո խաղաղությունը, դու գիտես, որ Աստված հիմա ինձ հետ է, դու նա մեզ հետ է միշտ, բայց երբ դու հասկանում ես, երբ դու վերապրում ես, դա ինչ ուժեղ զգացում է։ Աստված ինձ հետ է, ես շատ բան չեմ հասկանում, ոնց ես այդ բանը կանեմ։ Ես իմ ապագայի համար շատ բաներ չգիտեմ, բայց ես գիտեմ, որ այն Աստված, որ Եհովա Շալոմն է, ինձ հետ է։ Նա ինձ կացկանցնի ամեն փոթորկած այդ ջիրերի միջով, ամեն կրակերի միջով նա ինձ կանցկացնի, ամեն, նա ինձ չի թողնի, նա միշտ ինձ հետ կլինի։ Պատկերացնում ես։ Հալելույա, հալելույա, ինչ հիասքանչ է մեր Տերը, ինչ հիասքանչ է։ Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարանիչը ներկայացնում է Հիսուսի խոսքերից մեկը քարոզից, լեռան քարոզից, որ ասում է երանելի են խաղաղություն անողները, որովհետև նրանցն է նրանք կանվանվեն Աստծո որդիներ, խաղաղություն անողները։ Հիմա հարց է, եթե ես այդ խաղաղության մեջ չեմ, ես ոնց խաղաղությունը կբերեմ ինչ-որ մեկի տունը։ Հասկանալի է, չէ՞։ Եթե ես անհանգստացած եմ, լարված եմ, գիտեք, չէ՞, այդպիսի վիճակներում մեկ-մեկ լինում ենք, մենք սովորում ենք, մեկ-մեկ կարող է քեզ տեսնեն, ասեն, ինչ ա եղել քեզ հետ, հանգստացիր մի հատ։
Ամեն, բայց կարող է նաև տեսնեն էլ ասել, երբ քեզ հանդիպում եմ, նենց եմ խաղաղվում, ու դու գիտես, որ դա քեզանից չէ, որտեղ միշտ պետք է հիշել այն ավանակի օրինակը, որի վրա Հիսուսը մտավ Երուսաղեմ, ամեն, այդ ավանակը երևի ասում էր, մտածում էր այսպես, որ ես ինչ փառք են ինձ տալիս, ես ոնց են ինձ ողջունում Երուսաղեմում, ես ոնց են ինձ այսպես օրհնում, շորերն են փռում իմ առաջ, բայց պարզում ա, որ նրա պատճառով, որ իր վրա է, ամեն, դրա համար եկեք մենք երբեք չմտածենք, որ ինձանից է, նրանից է, ով որ քո մեջ է, դու շատ կարևոր մարդ ես, դու շատ կարևոր ես այս երկրի համար, որտեղ դու կրում ես Աստծո ներկայությունը քո մեջ, թույլ տուր, որ Աստծո խաղությունը, Աստծո շալոմը լցնի քեզ, ամեն, հալելույա, մեկ ուրիշ տեղել ուզում եմ կարդալ, Մատթեոս 11:28, մենք բոլորս գիտենք այդ տեղը, Տեր Հիսուսը, որ եկավ այս աշխարհ, նա այսպիսի բան կոչ արեց, ասեց, բոլոր նրանք, ովքեր հոգնած են, ովքեր բեռնավորված են, ովքեր տանջված են, ովքեր անհանգիստ են, չեն կարողանում քնել, ովքեր լարված են, ինձ մոտ եկեք, եւ ես ձեզ հանգիստ կտամ, խաղաղություն կտամ ձեր անձերին, եկեք չմերժենք, մենք վերապրել ենք իր խաղաղությունը, եկեք բաց չթողնենք, եկեք ճանաչենք այդ խաղաղությունը ու դրա մեջ կենանք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Աստված իրական է, որ փոթորկի մեջ կարելի է լինել խաղաղ, հավասարակշռված, հանգիստ, ոչ թե բորբոքված, որտև երբ մարդը բորբոքված է, շրթունքներով մեղանչում է, տրտնջում է, ամեն, դու օրինակ ես այս աշխարհի համար, թույլ տուր, որ Աստծո խաղաղությունը թափանցի քեզ, քո ամբողջ մի բջիջը էության թափանցի, ամեն, հալելույա, երբեմն մենք կարիք ունենք Աստծուց իմանալ, Տեր, ես ինչ որոշում ընդունեմ, ոնց ես գնամ, ոնց ես վարվեմ, ու ամենալավ նշանը, երբ Աստված քո հարցին ասում է, այո, դա իր խաղաղություն է քո սրտում, երբ խաղաղություն չկա քո սրտում, այդ բանը մի արա, երբ դու ինչ որ մեկի հետ ուզում ես հարցել լուծել, ցույց տալ, որ դու ճիշտ ես, ու դու քո ներսում տունը նստած այսպես արդեն խոսում ես, ու քո ներսը բորբոքվում է, մի արա դա, խաղաղվիր, ներիր, հանգստացիր, հետո խաղաղությունից ելնելով մեկի հետ խոսի, ամեն, այս բաները շատ կարևոր են, ու մի երկու համարելու հետո մենք ես աղոթելու ենք, ու մենք խնդրելու ենք, որ այն խաղաղությունը, որ արդեն կա մեր ներսում, որ նա այսպես թռչունի պես սկսի սավառնել, բացվել, լցնել մեզ այդ ներկայությունով, ամեն, դուք հիմա որ կսկսեք կարդալ Աստվածաշունչը, ուշադրություն դարձրեք, ինչքան տեղերում Աստված նշում է խաղաղությունը, օրինակ, Հռոմեացիս 12-րդ գլխից, Հռոմեացիս, ինչ լավն է Աստծո խոսքը, 18 համարը, այսպես ասում, եթե կարելի է, որքան ձեզանից կախված է, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք, տեսեք, այսինքն այստեղ քո մասնակցության ֆակտորը նույնպես կա, երբեմն մենք ասում ենք ինքն եմ եղավ, որ այդ մարդու հետ չի լինի խոսել, բայց Աստված ասում է, ինչքան որ հնարավոր է, քո կողմից մարդկանց հետ խաղաղություն ունեցիր, ամեն, ինչու, որովհետև դու խաղաղության որդի ես, դու կռվի որդի չես, դու մեկը մյուսի դեմ լարող որդին չես, դու բաժանություն բերող որդին չես, դու խաղաղության որդի ես, հաշտություն բերող որդի ես,
Իմ դուրը դա ինքան գալիս է, որտեվ երբ ես ինչ ընտանիք գնում եմ, ես գիտեմ իմ ուսերի վրա այդ լիազորությունը կա, որ ես կռվի փոխարեն խաղություն բերեմ, անհաշտության փոխարեն խաղություն բերեմ, հաշտություն բերեմ։ Ժողովուրդ ջան, ինչ հիասքանչ պատիվ է, որ Աստված մեզ տալիս է։ Ամեն, ճանաչիր։ Ով ես դու Քրիստոսում, ինչ ունես, ինչ ժառանգություն ունես, ինչ պարգևներ է քեզ տրված։ Ամեն։ Երբ տեսնում ես, ինչ որ միտեղ մարդիկ կռվում են, քեզ պետք չէ մտնել այնտեղ, քեզ պետք է ուղղակի աղոթել իրանց համար, այցելել իրանց ու խոսել ճշմարտության մասին։ Սիրելիներս, դուք նկատել եք, չէ՞ որ երբ կա այսպիսի անհասկանալի բաներ մեր կյանքում, երբ դու մտածում ես, այս մեկը ինձ չի հասկանում, քո ներսում փոթորիկ կա։ Բայց երբ դու հարցերը լուծեցիր, փոթորիկը գնաց գալիս է խաղաղությունը։ Ամեն։ Ինչ լավ բան է Աստծո խաղաղությունը, պարգև է, ժառանգություն է, որը Աստված տվել է քեզ անվճար։ Դու ունես դա։ Հալելույա, հալելույա։ Եբրայեցիս 12:14-ը, 12:14-ը, ասում է, հետևեցեք խաղաղությանը ամենի հետ և սրբությանը, որ առանց նրան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ։ Ռուսերեն տարբերակ ասում է, աշխատեք, ջանք արեք, որ ամենի հետ խաղաղություն ունենաք։ Կարող է մտածես, բայց այդ մարդը ոնց ու կռվի բան լինի, աղբյուր լինի։ Ինչ ասում է, բորբոքվում է, իր շուրջը այսպես ամեն ինչը կրակ է առաջանում, որտև ինքը այդպես է խոսում, այդպես է ուրիշների մեղադրում, բորբոքում եւ դժգոհում։ Գիտեք, ես հավատում եմ, որ երբ խաղաղության սեր մնգնի այդ մարդու սրտի մեջ, հանդարտություն է գալու։ Հիշեք Հիսուսին, որ Գալիլեայի մի ծովից գնում են մյուս ծովը։ Փոթորիկ սկսվեց, բայց գրված է Հիսուսը քնած էր։ Հանգիստ, այո, հոգնած էր, բայց ինքը մի բան էլ գիտեր, որ ինքը պիտի հասնի մյուս ափը, որ ասում են աշխարհը շուռ գա, ինքը պիտի հասնի։ Ինչ կատարվեց աշակերտների հետ, երբ փոթորիկը սկսվեց, խառնվեցին իրար։ Խառնվեցին իրար, Հիսուսին էլ մեղադրեցին, մենք այստեղ նեղված ենք, դու էլ քնած ես, վեճը չի։ Հիսուսը ինչ ասեց, հանդարտվիր, քամի։ Մի խոսք ասեց, որտև Հիսուսը խաղաղության իշխան է։ Դու ունես այդ իշխանությունը, որտեղ կա բորբոքային այդպիսի մթնոլորտ ասեց հանդարտություն, որտեղ կա անհաշտություն ասել հանդարտություն։ Ամեն։ Ինչ հիասքանչ է մեր Տերը, ինչ լավն է։ Մի բան էլ հիշեցնեմ ձեզ։ Հիսուսի հարությունից հետո, երբ աշակերտները վախից թաքնված են, Հովհաննեսի 20-րդ գլուխը դրա մասին մեզ պատմում է։ Ու Հիսուսը հայտնվեց, եւ առաջի բանը, որ ինքը ասեց, խաղաղություն։ Ինչու ասեց, որովհետև խաղաղության կարիքը կար։ Ամեն։ Երբ դու տեսնում ես մարդը երջանիկ ու խաղաղ է, դու իրան չես ասում, խաղաղությունը թող թափի քեզ վրա։ Բայց այն մարդը, որը բորբոքված է, ներվային է, լարված է, այդ ժամանակ ասում ես, խաղաղություն քեզ, հանդարտություն քեզ, հանգստություն քեզ։ Ամեն։ Ու աշակերտները խաղաղվեցին։ Ինչ հիասքանչ է Տիրոջ խաղաղ ներկայությունը։ Գիտես, այդ ներկայության մեջ դու հանգիստ ես, բայց դու պասիվ չես։ Երբ դու հանգիստ ես, քո մեջ այնպիսի ցանկություն է գալիս Տիրոջ համար աշխարհը շուռ տալ։ Ամեն։ Եկեք բարձրանանք։ Ոտքի։ Հալելույա։ Հալելույա։ Ամփոփելով իմ խոսքը, ուզում եմ ասել բոլորիդ սիրելիներս, ինչ անել, որ հասկանալ այն պարգևը, որը կա մեր կյանքերի մեջ։ Խնդրել Աստծուն, խնդրել, որ նա մեզ տա հայտնություն, ամեն, որ մենք ճանաչենք այն ամենը, ինչ որ արդեն քեզ տրվել է, ինչ որ քեզ տրվել է։ Այսօր Աստծո ժողովուրդը
շատ բաներ բաց է թողնում, որովհետև հայտնություն չունի, ու խոսքը ասում է ժողովուրդը, որ հայտնություն չունի, վայրենանում է։ Ուրիշին է մեղադրում, կատախում է։ Եկեք մենք հայտնություններով լցված լինենք, որտեղ հայտնությունը բժշկում է մեր սիրտը, հայտնությունը պարզեցնում է մեր երեսը, բացում է մեր սրտի աչքերը, հայտնությունը։ Լսում եք ինձ։ Սիրելի Աստծո որդիներ, սիրելի Աստծո մարդիկ, թանկագին, ինչքան թանկ եք դուք Աստծո համար, ինչքան թանկ եք։ Ուղղակի ուզում եմ ցենց Աստծո սրտից ասել, որ մի վատնեք ձեր ժամանակը սխալ, ունայն, դատարկ բաների վրա, մի վատնեք, եկեք ծախու առնենք ժամանակները, որովհետև օրերը չար են, կենտրոնանանք հիմնային, առաջնային բաների վրա, եթե մենք չունենք խաղաղություն, մենք դժբախտ ենք, բայց խաղաղությունը մեզ երջանկացնում է, որովհետև մենք այդ ժամանակ ճիշտ դիրքի մեջ ենք, որտեղ հավատում ենք Եհովա Շալոմին, ամեն, գիտեք, ինձ մոտ այդպես է տպավորություն է, որ այսօր Աստված ուզում է ազատել ձեզ անհանգստությունից, վախից, որտեղ ստեղ օդի մեջ զգացում է մտքեր, որ մարդը մտածում է, այս հարցում ոնց կլինի, ես այսքան տանջվել եմ, այսքան բաները ոնց կլինի, իրավիճակը չի փոխվում։ Եկեք մենք մի պահ կանգնենք Աստծո ներկայության մեջ, թույլ տանք, որ կենտրոնանանք նրա վրա, թույլ տանք, որ փոթորիկները գնան, անհանգստությունը գնա։ Այդ ժամանակ դուք ճանապարհը կտեսնես, լուծումը կտեսնես։ Ամեն։ Խնդրում եմ, եկեք ուղղակի կանգնենք Տիրոջ առաջ։ Հալելույա։ 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 Քոլարամասիա։ Քոլարամադա քալարամանիա։ Համարեք, որ ես խնդրեմ, կարաս մեղ բան նվագես։ Հալելույա։ Հոլարամոնորակրա։ Եհովա Շալոմ։ Մենք շնորհակալ ենք քո խաղաղության ներկայության համար այս վայրում, Տեր։ Տեր, դիպչիր քո ներկայությունով ամեն մեկի սրտին։ Դիպչիր թող լարվածությունը, ամեն մի միտք, որը լարվածություն է բերում, թող քանդվի Հիսուսի անունով այս վայրում։ Մենք շնորհակալ ենք, որ քո բարության գանձը, երկինքը բացել ես մեզ վրա։ Մենք շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ դու մեր մեջ ես, տարածվիր մեր մեջ, լցրում ես։ Թող վախերը Հիսուսի անունով արմատախիլ լինեն, ամեն մեկի կյանքից, հենց հիմա վախի ոգի բաց թող մարդկանց մտքերը, լարվածությունը, մերժվածության դիվային ոգի Հիսուսի անունով բաց թող մարդկանց։ Ես հռչակում եմ ազատություն մերժվածությունից, ազատություն, ազատություն, արժեքա զրկված լինելուց, ազատություն խեղճությունից Հիսուսի անունով ու դրա հետում կանգնած դևերին հրամայում եմ հենց հիմա բաց թողեք մարդկանց Հիսուսի անունով հոտեր քո ներկայության մեջ կա ազատություն քո ներկայության մեջ կա հանգիստ դու ես մեր հանգստի աղբյուրը ու մենք ուզում ենք խմել այդ աղբյուրից, քո ներկայությունը, քո հանգիստը, Տեր։ Լարամասեմբերեդիա, լամաշիկալարամանիա, քո լարամասերիա, քուլուրումունդերիա, Տեր, ազատիր քո ժողովուրդը ամեն կարծրությունից, սրտերի դառնությունից, ազատիր Տեր, ազատիր քո ժողովուրդը, Հիսուսի անունով, բժշկիր վիրավորված սրտերը, բժշկիր ու փաթաթի վերքոտած սրտերը Հիսուսի անունով, Տեր մենք ես թույլ ենք տալիս,
որ դու հենց հիմա ներգործես մեր կյանքերում։ Տեր, ամեն ցավոտ հիշողությունները հեռացրու Հիսուսի անունով։